Հարգելի պարոն քաղաքապետ, մի քիչ այս անգամ շեղվենք մեր սովորական ընթացակարգից։ Այս ժամանակահատվածում ուրեմն կենտրոն վարչական շրջանում իրականացրել ենք Սարյանի այս շենքի մյուրալի աշխատանքը, քաջազնունի 12 հասցեի հին խաղասարքերի փոխարինումը, ինչպես նաև նոր մոտեցում կիրառեցինք այս մուլճապատումը կանաչապատման հողակին շնորհակալություն իհարկե հայտնենք տրամադրելու համար, հաջորդիվ մենք արդեն կդնենք մրցույթի, իրականացրել ենք վարչության հետ Թումանյան փողոցի այս գովազդային կրիչների ապամոնտաժումը, ինչպես նաև դրանից առաջ Տերյան փողոցի նմանատիպ կրիչները մնացել են 3 ձեր նշածները, իրականացրեցինք Հանրապետության փողոցում կրկին կանաչապատման հողակի հետ ծառատունք, այս բարեկարգված հատվածում, որտեղ մենք ոնց որ փոխարինել ենք մի քանի 10-ին մոտ ծառեր, տնկեցին ալբիցիա տեսակի ծառեր, նաև իրականացրել ենք այս հատվածում Սարյան փողոցի հետ աստիճանների դիմացի 3 շենքերի ներկման աշխատանքներ եւ կարծում եմ ամենակարևորը այս ամեն ինչում եղավ կասկադին հարող տարածքի այդ կրպակի ապամոնտաժումը, այս նույն ձևի նաև Եզնի Կողբացի հասցեի խաղասարքերն են նորից փոխարինվել եւ ելի մուլճապատվելու են, մոռացա նշել, որ վերջապես ավարտին հասցվեց Հրազդանի կիրճի ասֆալտապատման, բայց մինչև այս բոլոր ջրանցքների մաքրման եւ նոր խողովակաշարի կառուցման աշխատանքը շնորհակալություն հայտնենք նաեւ պարոն Թևոսյանին եւ իհարկե այս հրաշք գործընթացը, որ իրականացվեց անցյալ շաբաթ, կրպակի ապամոնտաժում միանգամից հաջորդիվ նաև մայթներ բարեկարգվել այդտեղ, հուսանք, որ այս գործընթացը կլինի շարունակական, այսքանը։ Դուք մի հուսացեք, դուք արեք, պարոն Պետոյան, մենք պետք է հուսանք։ Շնորհակալություն այս ներկայացման համար, ես պետք է խնդրեմ մուրալի հատվածին նորից վերադառնանք, որովհետև կարծում եմ այս մուրալները, որոնք որ իրականացնում ենք Երևան քաղաքում, ամենասկզբում։ Սրանք իրապես էականորեն տրամադրություն են փոխում եւ միջավայր են փոխում եւ այն լուծումները, որոնք որ արդեն այս վերջին շրջանում սկսել ենք իրականացնել քաղաքում, պետք է մի փոքր նույնիսկ ծավալային ավելի մեծ քանակով անենք, որովհետև այս փոքրիկ այդ էլեմենտները, որ փոքրիկ չեն, էլի, այնուամենայնիվ, բայց մի լոկալ շենքի վրա իրականացված աշխատանքները ամբողջապես այդ փողոցի տրամադրությունը փոխում է եւ այս ծրագրերը կարծում եմ պետք է քանակապես ավելացնենք։